Բարձր սերելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունիսի 27-ն է, շատ հետաքրքիր, կարևոր եւ բավականին մեծ հաղորդում ունենք։ Երեկոյան չեմ արել հաղորդում, քանի որ ընդհանուր առմամբ տեղեկությունները քիչ էին, հավաքում էի հետաքրքիր տեղեկություններ եւ այսօր առավոտյան կարելի ասել, որ բազմաթիվ հետաքրքիր հարցեր են կուտակվել քննարկելու։ Հայաստանում ինչ է տեղի ունենում, ինչ հանրահավաք էր սահմանադրական դատարանի մոտ, ինչ անակնկալներ կարող է սպասվեն մեզ Ռուսաստանից հնչող հայտարարությունները, Զախարովան կրկին զառանցել է, բայց պետք է իմանանք, պարտավորենք իմանալ այն ինչ ասվում է Ռուսաստանից մեր հասցեին, հետաքրքիր զարգացումներ կան Ղրիմի շուրջ, Ուկրաինայի շուրջ, հենց բացի Իրանի շուրջ։ Իրանին Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված է այսօր փաստացի հասցրել, բայց դրանից առաջ Իրանն էր հարված հասցրել հանկարժեք նավերից մեկին անցնող Հորմուզի նեղուցում այդ մասին տեղեկացրել էր Թրամփը, սա պատասխան հարվածն է, Միացյալ Նահանգները նաև իր ռազմաբազաներն է դուրս բերում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից, ոչ թե դուրս բերում, այլ հեռացնում Իրանի սահմաններից, ահա այս հարցերը առաջարկում եմ քննարկել։ Շատ կարևոր հարցեր ունենք այսօր իրոք քննարկելու։ Սկսենք նրանից, որ Հայաստանում երեք սահմանադրական դատարանը, ինչպես եւ հայտարարել էր, հավաք նախաձեռնեց ընդդիմադիրների հայցի հիման վրա, եւ մենք տեսանք նաեւ ընդդիմադիր կոչվածների հանրահավաքը սահմանադրական դատարանի մոտ, շատ փոքր հանրահավաք, ինչից որ հստակ կարելի է եզրահանգման գալ, որ օրեցօր այդ ընդդիմադիր կոչվածները թուլանում են եւ նրանք բացարձակ այս պայդարությամբ որևիցե ռեսուրս չունեն փողոցային պայքարի համար։ Հստակ այդ ամենը երևում է եւ երևի թե իրենք էլ են հասկանում իրենց իրավիճակը, դրա համար հնչած հայտարարությունները սահմանադրական դատարանի մոտ հստակ վկայում են այն մասին, որ իրենց մեջ էլ կա լուրջ քննարկում, թե ինչպես վարվեն, վերցնեն մանդատները, թե չվերցնեն։ Այդ ընդհանուր հայտարարություններից ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ նրանք արդեն հակված են, ավելի ու ավելի շատ են հակվում նրան, որ իրենք պետք է վերցնեն մանդատները եւ իրենք փորձում են դա ներկայացնել հասարակությանը այնպես, թե իբր մեծ մասը, ով որ մեզ ընտրել է, կնախընտրեր, որ մենք վերցնենք մանդատները եւ այդ ձև պայքարենք։ Փաստացի իրենք դա են փորձում հասկացնել, բայց նույն ժամանակ պնդում են, որ իրենք չեն հրաժարվում իշխանափոխության իրենց ծրագրից, իրենց գաղափարներից։ Սա ամենակարևորն է։ Այստեղ երկար, բարակ վերլուծելու, խոսելու ոչ մի թեմա չկա, եւ սա տեղի ունենում նաեւ Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին, դա չափազանց կարևոր է նույնպես հասկանալ, հնարած որ Ռուսաստանից դեռևս ագրեսիվ հայտարարություններ են հնչում, մենք նույն ժամանակ նկատում ենք ազդակներ, որ Ռուսաստանը պատրաստ է հաշվի նստել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ։ Վերջնական որոշումը կարծես թե դեռևս չի կայացվել, դեռևս ագրեսիվ հայտարարություններ հնչում են, Ռոսսելխոզնadzորն էլ նոր որոշումներ է կայացնում, բայց նույն ժամանակ մենք ստանում ենք Ռուսաստանի նախագահականից այնպիսի ազդակներ, որ իրենք ընդունելու են Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Հիմա ընդունել չընդունել, երբ որ մենք քննարկում ենք, շատերը գրում են, թե ընդհանրապես մի խոսեք դրա մասին, ուզում են ընդունեն, ուզում են չընդունեն, մեզ համար ինչ ասելը ճիշտ է հեշտ է, բայց մենք տեսանք, թե ինչ աննախադեպ միջամտություն ունեցավ Ռուսաստանը, չէ՞։ Ռուսաստանն էր եւ ոչ թե ուրիշ երկիր։ Եվ հետեւաբար, եթե այդպիսի ահռելի միջամտություն ունեցավ, ուրեմն էլի կարող է ռեսուրսներ ներդնել ինչ որ խժերություններ իրականացնելու համար Հայաստանում կամ ինչ որ ճնշումներ նոր Հայաստանի նկատմամբ։ Դրա համար մենք այս հարցին անդրադառնում ենք։ Այնպես չէ, որ մեզ հաճելի է եւ մենք անդրադառնում ենք։ Շատ կարեւոր է գիտակցել այս ամենը։ Ռուսաստանը չնայած որ բավականին ծանր իրավիճակում է հիմա հայտնվել թե տնտեսության մեջ եւ թե ռազմի դաշտում, ճակատում, նաեւ բենզինի առումով վառելիքի հետ կապված իրոք լուրջ խնդիրներ կա։ Ես ամեն օրվա ռեժիմով
ստանում եմ տարբեր տեղեկություններ տարբեր Ռուսաստանի շրջաններից, հատկապես սահմանակի շրջաններից, ել չեմ ասում Ղրիմում ինչ իրավիճակ է, ասեմ, որ բավականին ծանր է Ռուսաստանում իրավիճակը եւ չնայած դրա իրենք խոսում են Հայաստանից եւ կենտրոնում են Հայաստանի վրա, քանի որ իրենց ուժը հիմա կարելի ասել հերիքում է միայն Հայաստանի նկատմամբ այդպիսի հայտարարություններ անել եւ ես դրա համար էլ չեմ բացառում, որ իրենք կարող է դիմեն որոշակի գործողություններ։ Դրա համար պետք է չափազանց զգոն լինել։ Չպետք է ասենք ընտրությունները անցան, վտանգն էլ հետա վերացավ։ Վտանգը նվազել է եւ կրկնեմ, ես իմ խոսքերից չեմ հրաժարվում։ Իրենք երեկվա նաեւ հանրահավաքով հստակ ապացուցեցին Հայաստանի հասարակությանը, որ իրենք ի վիճակի չեն շատ մարդ հավաքել։ Իմիջ հայլոց այդպես որ հավաքվում են մի քանի հոգով եւ ոստիկաններին թուրք են բղավում, դուք կարծում եք թե դա իրենց չի հեղինակազրկում, նույնիսկ իրենց կողմնակիցների լայն շրջանակները սկսում են հիասթափվել։ Այդ կոչերը, այդ հայտարարությունները, այդ պահվածքը խիստ անպոպուլյար է դառնում, ոչ պոպուլյար է դառնում Հայաստանում, եւ մարդիկ զզվում են արդեն իրենց վարքից։ Եվ շատ կարևոր է նաեւ գիտակցել այն, որ տվյալ հասկացողությունը նույնպես ներմուծված է Ռուսաստանից, որ բղավում են թուրք, երբ որ իրենք թուրք են բղավում, միանգամից Ռուսաստանի քաղաքականությունն է իմ աչքի առաջ գալիս, չեմ ասում ռուսը, բայց Ռուսաստանի քաղաքականությունն է։ Միանգամից տեսնում եմ Ռուսաստանի քաղաքականությունը այդ ամենի հետևում։ Թուրքի դեմ այդպես չեմ պայքարում։ Սեփական հասարակության, սեփական ոստիկանների դեմ այդպիսի պայքար որևիցե նորմալ հայ մարդ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, իր հայրենակցի երեսին չի կարող բղավել թուրք։ Կարևոր է նաև անդրադառնալ այն հարցին, որ այսօր եւ վաղը նույնպես սահմանադրական դատարանը քննարկելու է տվյալ հայցերը եւ մենք այդ ամենի պատասխանը կունենանք արդեն ամսի 4-ին, հուլիսի 4-ին։ Եվ ես շատ հույսով եմ, որ սահմանադրական դատարանի որոշումը կլինի այնպիսին, որ Հայաստանը ավելի ամուր եւ ավելի ուժեղ դուրս կգա այս իրավիճակից։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք ուրիշ հարցերի եւ այստեղ կարեւոր է կրկին անդրադառնանք Իսրայելի արտգործնախարարի երեկվա հայտարարությանը։ Ես մանրամասն երեք մեկնաբանեցի այդ հայտարարությունը, որը կապված էր հայոց ցեղասպանության հետ, բայց մենք կարծում Չեռնոմորյանի հետ նույնպես կապնվեցինք եւ շատ կարեւոր էր իմանալ իր կարծիքը եւ տեսակետը, քանի որ ինքը երկար տարիներ ապրելով Իսրայելում, միշտ էլ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի հայոց ցեղասպանությունը, պայքարել է հուշարձաններ տեղադրելու համար, միշտ ամենամյա ցույցերի կազմակերպիչներից եւ ամենաակտիվ մասնակիցներից մեկն է պարոն Արտем Չեռնոմորյանը եւ շատ ավելի լավ է տեղեկացված Իսրայելի ներքին քաղաքական կյանքին։ Լսենք ինչ է ասում այս մասին Արտем Չեռնոմորյանը։ Իսրայելի ուրեմն քնեսետում հայոց ցեղասպանության հարցը բավական երկար ժամանակ քննարկվել է, առնվազն 15 տարի ես անձամբ եղել եմ քնեսետում եւ տեսել եմ թե ինչպես է մեր օրինակը, ասենք, մտնում լիակումար նիստ եւ ինչպես են մեր հարցը անընդհատ քննարկում ուղարկում այս կամ այն հանձնաժողովի քննարկումներին եւ այդպես էլ հարցը մնում է սառույցի վրա եւ Իսրայելի քնեսետը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը նախորդ տարիներին ուրեմն Իսրայելի ցախակողմյան մերես կուսակցություններ հիմնականում բարձրացնում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, մեկ անգամ 2000, եթե չեմ սխալվում, 15 թվականին հարցը բարձրացել է Յայիր Լապիդ ընդդիմադիր կուսակցությունը, ապրիլի 24-ը Եշարի կուսակցությունը, ապրիլի 24-ը ուրեմն որպես հայոց ցեղասպանության օր հայտարարելու հետ կապված, սակայն մենք ներկա ենք, անձամբ ես ներկա եմ եւ այդ քննարկումը վերածվեց այսպես լեզվակռվի կոալիցիա եւ ընդդիմության միջեւ, դրանից հետո երկու անգամ Իսրայելի կառավարությունը արդեն նման փորձեր
կատարել է հայոց ցեղասպանության հարցը օգտագործել, այս դեպքում արդեն կառավարական կուսակցությունը Լիկուդն է մեր հարցը չարչարկում ու փորձում են թուրքերի գլխին որպես հարված հասցնելու միջոց օգտագործել եւ հարցը մտցնում են, չեն ընդունում եւ այդպես տեղափոխում են այս կամ այն հանձնաժողովի քննմանը եւ նորից մոռանում են ամբողջ իրենց ձեռքերում է կոալիցիան կնեսետում իրենց ձեռքերում է դրա համար նման խաղեր են խաղում ցավոք սրտի մեր հարցը վերածվել է Թուրքիայի գլխին հերթական մուրճի ու գործիքի մենք դեռևս 2015 թվականին ամենայն դեպս Պետախտիկվայի հայկական կազմակերպությունները հայտարարությունով ենք հանդես եկել ու կոչ են կարել կառավարությանը այլևս չարծարծել ու հանգիստ թողնել մեր հայ ուրեմն զոհված մարդկանց մեր սրբատասված նահատակների շիրիմները այլևս չօգտագործել իրենց կեղտոտ խաղերի համար Էրդողանի գլխին ինչ որ հարված հասնելու կամ Էրդողանին ժողովրդական լեզվով ասած այ տալու համար ինչ վերաբերում այս անգամվան հերթական անգամ Գիդեոն Սարն այս անգամ ուրեմն ըստ տեղեկությունների հարցը բարձրացնելու կառավարության նիստում կառավարությունը հարցը քննարկելու է այնուհետև Լիկուդ կուսակցությունը հարցը նորից բերելու է լիագումար նիստ քնեսետի եւ այնտեղ քննարկում են կազմակերպելու բայց վստահաբար այս հարցը չի ընդունվի նրանք չեն ընդունի այս հարցը ես թող ասված տա ես սխալվեմ ես ինչքան որ 23 տարի հետևում եմ նման դեպքեր շատ են եղել սա առաջինը չէ որ ասենք օգտագործում են Էրդողանին իր տեղը ցույց տալու համար հայոց հարցը ցավոք սրտի եւ թող աստված տա ես սխալվեմ եւ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայոց ցեղասպանությունը որին ես վստահ եմ որ տեղի չի ունենա թող աստված տա դա տեղի ունենա ես միայն ուրախ կլինեմ իսկ Էրդողանի դեմ ինչու են ուրեմն այսպես սկսվել արշավը որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները 700 կարծեմ 50 միլիոն դոլարի ինքնաթիռների շարժիչները ինքնաթիռների շարժիչները փոխանցելու Թուրքիային իրենց 5-րդ սերնդի օդանավերում օգտագործելու համար որը կարող է հզորացնել Թուրքիայի օդային նավատորմը, ինչպես գիտեք, Թուրքիան մինչև այսօր շատ հին F-16-երով է կրվում, չունի որևէ լուրջ օդանավեր եւ օդային մարտերում միշտ զիջում է, ասենք բոլոր տեսակի ՆԱՏՕ-ի, ասենք զորքերին, օդային առումով եւ սրա հետ պայմանավորված Իսրայելը դեմարշ է կազմակերպել եւ փորձում է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրել, որպեսզի հերական լոբի միջոցով իհարկե, որպեսզի թույլ չտան այս շարժիչները փոխանցեն կամ ընդհանրապես F-35-եր, F-16-եր նոր սերնդի փոխանցեն Թուրքիային, որովհետեւ սա իրոք մեծարար արևելքում բալանսը կփոխի փոքր թուրքերի եւ լուրջ հիմնախնդիրներ կստեղծի թե Իսրայելի համար, թե տարածաշրջանի մյուս պետությունների Հունաստանի նաեւ մեր համար է շատ լուրջ, բավականին լուրջ մարտահրավերներ են նաեւ Հայաստանի դեմ։ Ինչպես տեսակ սիրելի հայրենակիցներ, սա Պարոն Արծում Չեռնոմորյանի տեսակետներ, ինչը իրոք շատ հետաքրքիր եւ կարեւոր տեսակետ է։ Ես չեմ կարող ասել Իսրայելը հիմա կճանաչի, չի ճանաչի, բայց ճիշտ է ասում պարոն Չեռնոմորյանը, որ բազմիցս նման խաղեր տվել է Իսրայելը, ցավոք սրտի, եւ հիմա հերթական պահն է հասել եւ դա կապվում է ոչ միայն Էրդողանի քաղաքականության հետ, հայտարարությունների հետ, այլ նաեւ Թրամփի կողմից հայտարարված F-35 ինքնաթիռներ վաճառելու մտադրության հետ, քանի որ այդպիսի քայլով կարող է խաղի կանոնները փոխվեն ամբողջ մերձավոր արևելքում կարող է խաղի կանոնները փոխվեն դրա համար Իսրայելը իրոք ակտիվանում է ասեմ մեկ բան եւ այս թեման ավարտենք անցնենք մնացած հարցերի բայց շատ կարեւոր է սա նշել որ Իսրայելը հիմնական աջակիցներ Թուրքիային հայոց ցեղասպանության ժխտողականության մեջ իսրայելական լոբին Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Իսրայել պետությունը հրեական տարբեր համայնքները ամբողջ աշխարհում հիմնական դաշնակիցն էին Թուրքիայի, որպեսզի Թուրքիան ամեն ինչ կարողանար ավելի արդյունավետ անել երկրները, որպեսզի չճանաչեին հայոց ցեղասպանությունը։ Այսինքն ամեն ինչ արվում էր հայոց ցեղասպանությունը հերքելու համար։ Հիմա մենք կամաց կարող է հակառակ process-ին ականատես լինենք։ Տեսնենք, ես չեմ ուզում առաջ ընկնել, տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն այս առումով։ Հաջորդ հարցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալի
այցներ Հայաստան։ Սեյեդ Համիդ Փուր Մոհամմադի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայաստան։ Նա արդեն 3 հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաղորդագրությունից ծանոթանում ես, որ հիմնականում տարածաշրջանային հարցեր են քննարկում, հարաբերությունները, ճանապարհներ, տնտեսություն, խաղաղության ամրապնդումը, փոխվստահության ամրապնդումը, այսինքն այդպիսի հայտարարություններ են հիմնականում։ Քննարկման կարևոր թեմաներից մեկը սահմանային ենթակառուցվածքների զարգացման ուղղված ջանքերի գործադրումն է, առևտուրն է։ Սա շատ տրամաբանական է, ասեմ ձեզ, եթե այդ ամենի տակ այլ կոնտեքստ չկա, եթե դա է, ինչ մեզ մատուցվում է հաղորդագրությամբ, բնականաբար դրական է եւ շատ դրական է, պետք է ողջունել, քանի որ հիմա կարծես թե թեթև հնարավորություն է առաջացել, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում եւ հանվեն բոլոր պատժամիջոցները Իրանի վրայից, դրա համար Իրանի համար չափազանց կարեւոր է մեր ուղղությունը, Հայաստանով ուղղությունը դեպի Եվրամիություն։ Չեմ ուզում շտապել, քանի որ այսօր արդեն նոր ցարացում կա, Միացյալ Նահանգները նոր հարվածներ են հասցրել, դրան կանդրադառնանք, բայց այս այցը հետաքրքիր այց է։ Ես չէի ուզենա, որ այլ ենթատեքստ ունենար այս այցը, չնայած մենք հիմա նաև մի բանի ենք ականատես լինում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի որոշ երկրներից իր բազաները չասենք հանում է, բայց որոշ բազաներ փակում է, տեղափոխելով տվյալ երկրների խորքը, որպեսզի Իրանը չկարողանա հեշտ հարվածներ հասցնել։ Իսկ մենք հիշում ենք Իրանի հիմնական պահանջները Ամերիկայի Միացյալ Նահանգներին այն էին, որ Իրանը պետք է իր ռազմաբազաները հեռացնի տարածաշրջանից։ Չեմ ասում ոչինչ եւ չեմ էլ ուզում որևիցե բան ակնարկել, ամենայն հավանականությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա անում է, որովհետեւ իր ռազմաբազաները խոցելի էին եւ շատ մոտ էին Իրանին, հիմա փոքր հեռու են տանում, բայց այս այցի հետ ես ինչի եմ այս ամենը կապում, ես հույսով եմ ուղղակի, որ Իրանը ինչ-որ պահանջներ չի ներկայացնի ներքին կարգով Հայաստանին եւ իրոք կկենտրոնանան իրանցիները ճանապարհների շինարարության վրա, սահմանային թողունակությունը ավելացնելու վրա, նոր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, խորացման շուրջ խոսեն հայկական կողմի հետ, ինչպես նաեւ էներգետիկ հարաբերությունների։ Հայաստանը գազի կարիք ունի, նավթի կարիք ունի, Ռուսաստանը ցանկացած պահ կարող է փակել գազը Հայաստանի համար։ Հարցեր շատ կան բանակցելու, դրա համար գուշավոր լավատեսությամբ եմ ընդունում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալի այցը Հայաստան եւ մենք հաղորդագրությունից նաեւ տեսնում ենք, որ նա վարչապետ Փաշինյանին փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի ջերմ ողջույնները եւ շնորհակալություն է հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության ցուցաբերած դիրքորոշման եւ մարդասիրական աջակցության համար։ Ես իրոք շատ հույսով եմ, որ Իրանում այդ ամենը իրոք գնահատում են։ Անցնենք առաջ եւ արդեն անդրադառնանք մնացած կարևոր հարցերին, իսկ մնացած կարևոր հարցերը շատ են։ Զախարովայի երեկվա հայտարարությունը, երևի ձեզանից շատերը արդեն տեսել են կամ տեղյակ են, նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ԵԱՏՄ-ի մասով եւ Զախարովան ասում է, որ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ԵԱՏՄ-ի վերաբերյալ խոսակցությունը շեղում է դեպի դեմագոգիա։ Այսպես է արտահայտվել Տիկին Զախարովան ու ավելացնում է, ինչպես նա արեց դա Հապկին Երևանի մասնակցության, այսպես կոչված սառեցման դեպքում։ Տեսնում եք, չէ՞, ինչ բառապաշար է օգտագործում Զախարովան, դեմագոգիայից է խոսում եւ այստեղից պարզ է դառնում, որ Ռուսաստանում կամ Ռուսաստանի արտգործ նախարարությունում առնվազն հետ չեն ցանկանում փոխել իրենց մոտեցումները եւ մեղմել իրենց դիրքորոշումները եւ միշտ կոնֆլիկտացին, կարելի ասել նույնիսկ թշնամական հայտարարություններով են հանդես գալիս Հայաստանի հասցեին, Հայաստանի Հանրապետության
լեգիտիմ ընտրված իշխանության հասցեին։ Ես նաև տեսա կադրեր, թե ինչպես ռուսական հեռուստաընկերությունը, Ռասիա հեռուստաընկերությունը հատուկ ռեպորտաժ էր պատրաստել արցախցիների մասնակցության մասին իրենց SVO կոչվածին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Կարող եմ ասել միայն այն, որ այդ անձինք, ովքեր որ ընդհանրապես պատկերացում չունեն քաղաքականությունից կամ թե որն է մեր ազգային ու պետական շահը, կամ կարող է եւ թքած ունեն մեր ազգային ու պետական շահի վրա, բայց ավելի շուտ իրենց անգրագիտության պատճառով մասնակցում են ընդդեմ Ուկրաինայի պատերազմի եւ նրանց բացի մեծ հաճույքով հարցազրույց են տալիս Ռասիա հեռուստաընկերության եւ ամենայն հավանականությամբ ասում են այն, ինչ իրենց արդեն նախորոք ասել են։ Հաստատի իրենք այսօր պաշտպանում են Արցախը կործանած եւ ավիրած երկրի շահը։ Եվ իրենց ուժեղ տեղերքի տեղ են դրել եւ ներկայանում են որպես հայրենասեր։ Ես ասեմ, որ Վրաստանում այդպիսի հայրենասերներին, կեղծ հայրենասերներին դատում են եւ որքան հասկանում եմ Հայաստանում նույնպես պետք է որ դատեն։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք միջազգային հարցերի քննարկման։ Երկրորդ ուզում էի անդրադառնալ Մակրոնի հայտարարությանը, չէր ստացվում։ Բայց կարևոր է այս հայտարարությանը անդրադառնալ, քանի որ դա եւս մեզ ցույց է տալիս, թե ինչպես է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը փոխվում Ուկրաինայի նկատմամբ։ Մակրոնի խոսքերով Վաշինգտոնը առաջին անգամ, բնականաբար Թրամփի նախագահության օրոք, աջակցել է G7-ի ընդհանուր հայտարարությանը, ինչը հստակ նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Դրանից բացի Միացյալ Նահանգները աջակցեն ռազմական եւ էներգետիկ առումով եւ նոր պատժամիջոցներ կմտցնեն Ռուսաստանի նկատմամբ։ Մինչայլոց Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն իսկ վերադառնում են պատժամիջոցներին Ռուսաստանի նկատմամբ եւ այս դիրքորոշման փոփոխության մասին մենք մի քանի օր է խոսում էինք, որ պետքարտուղարությունն էր հայտարարում, որ Ուկրաինան հաղթում է այս պատերազմում, Թրամփի հայտարարությունները հետաքրքիր եւ նոր փոփոխված ձևով հայտարարությունները։ Հիմա Լավրովն է իրար անցել, լուրջ ձևով խառնվել է եւ այդ խառնվելը առաջացել է նրանից հետո, երբ որ Մարկո Ռուբիոն հայտարարությամբ հանդես եկավ անկորիջի հանդիպման մասով, ուսները հասկացան, որ այլևս Թրամփի քաղաքականությունը նախինը չէ Ռուսաստանի նկատմամբ։ Հիմա սա խաղ չէր, նույնիսկ գիտեք, որոշ մարդիկ ինձ ասում են, ովքեր որ լավ են հասկանում թեմայից, որ սա խաղ էր Միացյալ Նահանգների կողմից հատուկ խաղ էր Ռուսաստանի նկատմամբ, որովհետեւ Ռուսաստանը շատ ավելի արագ եւ ավելի էֆեկտիվ ձևով թուլանա Ուկրաինայի հետ պատերազմում եւ արդեն խաղը ավարտվում է, դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն ոչինչ չունի թաքցնելու։ Լավրովը խառնվել է իրար, ասում է, որ մենք ուրիշ բան ենք պայմանավորվել։ Դուք երբ որ ուղարկում եք ձեր բանականացներին Ռուսաստան, Վիտկոֆների մասին է խոսքը, առաջարկներ եք անում Վլադիմիր Պուտինը, մենք ընդունում ենք այդ առաջարկները, դրա համար անկորիջում նույնպես ընդունեցինք ձեր առաջարկները, բայց հիմա դուք հետ եք կանգնում ձեր իսկ առաջարկներից։ Մոտավորապես այսպիսի հայտարարություններ եւ այս հայտարարությունը գիտեք ինչ է հուշում, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ իրենք պարտություն են կրում։ Շատ լավ հասկացել են դա, դրա համար են արվում այդպիսի հայտարարություններ։ Ինչ է ասում Ռուսաստանը։ Ասում է. մենք համաձայնվել էինք ձեր առաջարկներին, ձեր պայմաններին, բայց դուք հետո չցանկացաք եւ հիմա այլ դիրքորոշում ունեք, այսինքն ավելին եք ուզում։ Մոտավորապես սա է դուրս գալիս Լավրովի հայտարարությունից, ինչը կրկին նշեմ, մեզ հուշում է, որ Ռուսաստանը պարտություն է կրում այս ռուս-ուկրաինական պատերազմում։ Բնականաբար պետք չի շտապել շատ առաջ ընկնել, բայց փաստ է, որ Ուկրաինան փոխվել է եւ բավականին լուրջ ձևով փոխվել է։ Երեկի միջայլոց արտակարգ դրություն է արդեն մտցվել Ղրիմում, անընդհատ լույսի անջատումներ են, վառելիքի հետ կապված խնդիրը մինչև հիմա չէր լուծվել, չնայած առավոտյան ստացանք տեղեկություն, որ Ղրիմի կամուրջով այնուամենայնիվ վառելիք մտել է Ղրիմ եւ սահմանափակ քանակությամբ այն վաճառվելու է հատուկ շտրիխ կոդերի միջոցով, բայց
ընդամենը 3-4 օր է այն բավարարելու Ղրիմի բնակչությանը։ Ոչ ավելի։ Հերթերը շատ մեծ են, մարդիկ Ղրիմից անընդհատ դուրս են գալիս, այսինքն նոր հոսք չկա, եթե Ղրիմը նախկինում ապրում էր զբոսաշրջության վրա, այդ ամենը վերացել է, նույնիսկ Ղրիմի բնակիչները նախընտրում են, ովքեր ունեն հնարավորություն հեռանալ Ղրիմից։ Սա է իրական վիճակը Ղրիմի շուրջ, դրանից բացի այսօր առավոտյան տեղեկացանք այն մասին, որ ուկրաինական ֆլամինգո հրթիռները հարվածել են Վոլգոգրադին, եւ հարվածը հասցվել է առանցքային զինտեխնիկա արտադրող գործարաններից մեկին։ Նրանց բացի տեղեկանում ենք, որ Լուկաշենկոն շատ արագ մեկնել է Մոսկվա եւ հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ, քննարկելու հարցեր շատ ունեն, քանի որ փաստացի Լուկաշենկոն վախեցավ եւ անջատեց իր այդ ռետրանսլյատորները Ուկրաինայում, երևի հարցեր առաջացան Պուտինի մոտ, դրա համար կանչել է Պուտինը իր մոտ Լուկաշենկոին, տեսնենք ինչ զարգացումներ կլինի, այնքան հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում Ռուսաստանից, որ չգիտես որի մասին խոսես, բայց չնայած այդ ամենին հետաքրքիր է, որ օրինակի համար Guardian-ի նման պարբերականները ուրիշ հաստատություններ են հրապարակում, ուրիշ այլ տեսակի հրապարակումներ են անում, եւ Guardian-ի տեղեկություններով Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրների դեմ, Բալթյան երկրների, Լեհաստանի դեմ, այն չի լինելու լիարժեք հարձակում, այլ կլինի հիբրիդային ինչ-որ փոքր հարձակում, բայց այնուամենայնիվ այդ հիբրիդային հասկացողության մեջ պարբերականը մտցնում է հրթիռային հարվածները, դրոնային հարվածները, որոնք որ չեն կարելու մշտական բնույթ, այսինքն անընդհատ կարող է Ռուսաստանը հրթիռներ արձակել, ինչպես նաև անօդաչու սարքեր Բալթյան երկրների նկատմամբ, ինչպես նաև Լեհաստանի նկատմամբ։ Եվ ըստ պարբերականի դրանով Ռուսաստանը փորձելու է նվազեցնել Ուկրաինային հասցվող օգնությունը, այսինքն դրանով Ռուսաստանը փորձելու է վախ տարածել եվրոպական երկրների մոտ եւ կանի ամեն ինչ, որպեսզի Ուկրաինային աջակցությունը նվազի։ Չեմ կարող վիճել այդ պարբերականի հետ, բայց այսօրվա իրավիճակում չեմ կարող ասել, թե որքանով դա հավանական է, ասեմ ուրիշ բան։ Հիմա Ռուսաստանի զեթնիկները, ոչ միայն զեթնիկները, այլ նաև որոշ քաղաքական գործիչներ առաջարկում են Վլադիմիր Պուտինին, առաջարկներ են անում, որպեսզի Ռուսաստանը լիարժեք ձևով սկսի պատերազմել Ուկրաինայի դեմ, այսինքն իբր հիմա իր ողջ ուժը չի օգտագործում Ռուսաստանի Դաշնությունը, մասամբ է կռվում, Մարգոնել էր, չի ասում, որ Քրիստոսի չափ ողորմած է Վլադիմիր Պուտինը, այսինքն այդպիսի պատկերացում կա փաստացի Ռուսաստանում, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը իր ողջ ուժով չի պատերազմում Ուկրաինայի դեմ, եւ հիմա կոչ են անում նույնիսկ կիրառել տակտիկական ատոմային զենք, տակտիկական ատոմային հրթիռները, չեմ կարող ասել, թե ինչքանով են հարց լուծելու։ Ստրատեգիական ատոմային զենք չէ դա, բնականաբար ատոմային զենք է, ատոմային ռումբ է, բայց շատ ավելի փոքր մասշտաբի։ Ուկրաինան բավականին մեծ երկիր է եւ տակտիկական ատոմային զենքը դժվար թե ինչ-որ լուրջ հարց կարողանա լուծել։ Այն էլ ռազմի դաշտում դժվար թե ինչ-որ բանի կարողանան հասնել դրական բանի ռազմական իմաստով տակտիկական ատոմային զենք օգտագործելով, բայց խնդիրները կունենան անգամներով շատ։ Դրա համար դժվար թե Վլադիմիր Պուտինը համարձակվի տակտիկական ատոմային զենք կիրառել։ Տեսնենք։ Հիմա մի քանի բառով անդրադառնանք Իրանին։ Իրանի շուրջ էլ գիտեք հետաքրքիր է իրավիճակը։ Իմիջիայլոց կարճ նշենք այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերով կարծես թե Իսրայելը եւ Լիբանանը պայմանավորվել են, կառավարությունների մասին է խոսքը, ոչ թե Հեզբոլլահի։ Հեզբոլլահը դեմ է եւ նույնիսկ ցույցեր կան արդեն Լիբանանում։ Փաստը այն է, որ Լիբանանի իշխանությունը նույնպես ուզում է ազատվել Հեզբոլլահից։ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Լիբանանի կառավարությունը ընդհանուր առմամբ միակարծիք են։ Հեզբոլլահն չպետք է լինի եւ չպետք է ակտիվ լինի
Բայց Իրանը թելադրում է իր պայմանները եւ փորձում է ավելի ակտիվ զինել Հեզբոլլահին Լիբանանում եւ այդ փաստաթուղթը, որը որ ստորագրվել է Իսրայելի եւ Լիբանանի միջև, խոսքը շրջանակային համաձայնագրի մասին է, այդ դա նոր հնարավորություն է իրոք ստեղծում Իսրայելի եւ Լիբանանի համար, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն եւ հաստատվի խաղաղություն։ Սակայն կրկնեմ, Հեզբոլլահը չի ցանկանում այդ փաստաթղթի հետ հաշտվել, արդեն ցույցեր են։ Միացյալ Նահանգները խոստանում է Լիբանանի կառավարությանը $100 միլիոն օգնություն, սա է իրավիճակը, բայց ավելի վտանգավոր է իրավիճակը Իրանում եւ Հորմուզի նեղուցի շուրջ։ Երեք Դոնալդ Թրամփը տեղեկացրեց այն մասին, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա հարձակում է իրականացրել առնվազն 4 ԱԹՍ-ով թանկարժեք նավի է հարվածել եւ այդ բեռնատար նավի վրա հարձակման ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները ճիշտ է կարողացել են 4-ից 3 ԱԹՍ-ին խոցել, բայց այնուամենայնիվ մեկ ԱԹՍ-ն հարված հասցրել է այդ նավին։ Այդ մասին տեղեկացրեց Դոնալդ Թրամփը, հետոկային տեղեկություններ, որ այնուամենայնիվ այդ նավը կարողացել է դուրս գալ իրավիճակից, այսինքն հեռանալ, եւ արդեն առավոտյան տեղեկանում ենք մենք այն մասին, որ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը նոր հարվածներ է հասցրել Իրանին, այսինքն այն պայմանավորվածությունները, որոնք որ կնքվել էին Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այս պայմանավորությամբ խախտվել են։ Դա չի նշանակում, որ այդ փաստաթղթերը չեղարկվում են։ Սա մեծ հարված է այդ ստորագրված փաստաթղթերին, բայց դերևս այդ փաստաթուղթը կարող է կյանք ունենալ։ Կախված է նրանից, թե հիմա Իրանը ինչպես կարձագանքի, ինչպես արդեն նշեցի, Միացյալ Նահանգները լուրջ մի քանի հարված են հասցրել Իրանին, հատկապես հրթիռային եւ դրոնային պահեստներին, ինչպես նաեւ ռադարային ռադիոլոկացիոն համակարգերին։ Եվ դրանից բացի հստակ հայտարարություն եղավ, որ եթե նման պահված ցուցաբերի Իրանը, թույլ չտա նավերին հանգիստ անխոչնդոտ անցնել Հորմուզի նեղուցով, ապա իրենք կշարունակեն իրենց հարվածները Իրանին։ Ի պատասխան Թասնիմ գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանը հարված է հասցրել ամերիկյան ռազմաբազաներին տարածաշրջանում։ Շատ հետաքրքիր եւ վտանգավոր իրավիճակ է։ J.D. Vance-ն էլ հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ իրանցիները խախտել են այն պայմանավորվածությունների կետերը, որոնք որ ձեռք էին բերվել Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այդ փաստաթուղթը խախտել են, դրա համար Միացյալ Նահանգները հարված են հասցրել Իրանին եւ եթե հարցեր ունեն, թող զանգահարեն, գրել է J.D. Vance-ը։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։